Հայաստանում թևածում է սովետական KGB-ի ոգին, այն ինչ անում էր KGB-ն, անում է այսօրվա Հայաստանի իշխանություն։ Ու դուք իմանալով, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը ամեն ինչի արդեն կարմիր գծեր չունի, դուք այս իշխանության հետ գնում եք ընտրությունների ու սպասում եք արդար ընտրությունների, ինքը գալիս ասում այսօր են մեր գանձերը հեգնում, ծաղրում անդիմությանը։ Մենք իշխանությունների հետ չեն գնում ընտրությունների։ Մենք իշխանությունների դեմ ենք գնում ընտրությունների։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը վաղը վեր կենա երկուշաբթի առավոտյան հրաժարական տա կամ հիմա ներկա գրի երկուշաբթի առավոտյան ներկայացնի։ Ասի երկու անգամ դնի տեխնացիոնը չանցնի եւ ընտրություններ նշանակի։ Պիտի ասենք նետ։ Նրանք ովքեր ասում են նետ, թող այդքան տղամարդին են եւ ընտրություններին չմասնակցեն։ Այն ուժերը ովքեր տակից այսենց Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում, մեկը ոչի բան չի փոխվի, մեկը ինքը խախպելու է, դանով փորձելով ժողովրդին հետ պայել ընտրությունից, ինչը Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում։ Անհատական անուններով կարելի է ասել։ Դե թող չհամարձակվեն ընտրությունների մասնակցեն, փորձեն ընտրությունից ձայներ փոշիացնեն։ Այն ինչ որ արեցին 21 թվականին։ Այդ 26 կուսակցություններից 10-20-ը իրան անդիմադիր էր համարում։ Ամեն մեկը 10-15000 ձեն պլոկեցին տարան։ Եվ արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը 53.9% էր հավաքել, 70% ունի այսօր ազգային ժողովում։